ես 2008 թվականի մարտի 1-ի զոհված Գորգելյանի հայրն եմ, ցույցի մասնակից եմ ելել տղայիս հետ միասին, բայց ցավոք սրտի այդ չարաբաստիկ գնդակը ինձ չդիպչեց, այլ իմ 28 տարեկան որդուն։ Ես չեմ ուզում ներկայացնեմ, թե ինչա կատարվել մարտի 1-ին, բոլորը տեղյակ եք, բոլորը գիտեք, ես ուզում եմ ձեզ երկու խոսքով ներկայացնել դատավարությունների մասին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, որը առաջին Շինգավիթի նստավայրի դատարանում տևեց 4 տարի 4 ամիս եւ մենք չենք կարողացել մտնել վկաների փուլ։ Դու պատկացնում եք ինչա։ Մի օր Քոչարյանն է հիվանդ, մի օր փաստաբանը չկա, մի օր դատավորն է հիվանդ, մի օր Խաչատրովի թարգմանիչն է հիվանդ, այդպես ցկցկեց ու ցկցեց 4 տարի 4 ամիս եւ ոչ մի արդյունք։ Եվ այդպես գործը կարճվեց, գնաց սահմանադրական դատարան։ Հիմա 1 տարիա գնում է դատավարություն։ Այս 1 տարվա ընթացքում մենք նույնպես արդյունքի դեռ չենք ասել։ Փաստաբանները իրենց դիրքորոշումներն են հայտնում, երկար ու բարակ, նորից բացակայություններ, նորից բացակայություններ։ Եվ ինչ եմ ուզում ասել ընկերներ, եթե այս ծևի շարունակվի դատավարությունը, էլի մենք արդյունքի չենք ասնի։ Ես ուրախ եմ, որ շուտով նախագիծ մտել ազգային ժողով կմտնի, որ դատավարությունները 1 տարուց ավել պետք է չկայանա։ Եվ դա շատ ուրախություն է ինձ բերել, պետք է մտնի, դեռ չի մտե։ Այո։ Ես քանի ուզում ձեզ ներկայացնել դատավարության մասին, հա, ներողություն, Ռոբերտ Քոչարյանը գիտեք ինչ ասում դատավարության ժամանակ, ասում է, ես չեմ հասկանում, այս իրավաբաններն ինչ են ուզում ինձանից, ին որ մեղքիս համար են ինձ դատում։ Ես արձագանքում եմ կողքից Յուրի Խաչատուրովը գազանաբար արձակվում է ինձ վրա։ Պատկերացնում եք, մարդասպանը դու ժողովի իր ավաջորդի վրա։ Շատ ճիշտ ասում Քոչարյանը, եւ Քոչարյանն ասեմ ավելին ինչ ասում, ով է ձեր ձեռքը բռնեք, գնացեք, ձեր սպանողներին գտեք։ Ես որտեղ են սպանել, որ ծորում, որ սարում, բախումների ժամանակ ոչ մի զոհ չել է, մեծ չերեմուխա ենել դեռ կասկածում ենք։ Դա Ռոբերտ Քոչարյանի խոսքերն եմ ասում, պատկերացնում։ Որ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որտեղ մեղրին Հայաստանի Հանրապետությանն է։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև չի դարձել ինչ-որ երկրի ծայրագավառ։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային ճանաչված սահմաններ։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմաններին, որ ասում եք զոհեր տարի կես, 2 տարի զոհ չի լինում, ես մի բան ասեմ, որ այո, Հայաստանի Հանրապետությունը գնում է խաղաղության եւ հասկանում եմ նաեւ ընդդիմության շաքարի բարձրացումը, բայց ինսուլին տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը վստահաբար ձեզ չի տալիս։ Ես այդ մասով։ Ես ուզում եմ մի երկու բան ասել երեկվա այստեղ հնչած մտքերից, բայց մինչ այդ ասելս մի երկու ֆրազա կուզեմ հիշել, մեր մեծերներին ասում է մեկի երեսին թքում ես, մտածում Վարդավառի անձրևն է, կամ աղվեսը նստում մաշած քոքով ծառի տակ, հովին գիտի իր պոչի հովնան, բայց ես մասով։ Երեք ինձ ճիշտ ասած անդրադարձել էր Ոմն Աշոտյան, ես ուզում եմ պարոն Սերժիկին ասել, որ կանչի մոտդ քո փայլուն բաներին, բացատրի եւ հետո Աշոտյան արա թող գնան, թե որ մենք ձեր ժամանակել կոնկրետ ես պայքարել եմ ու այնպես չի եղել, որ ոմաս նման սողացել եմ, պայքարել եմ, այն ժամանակ կար մի դրվագ, որ Երևանում հանրահավաք է լինում, դուրս էի գալիս տրից տենում եւ ոստիկանները կանգնած ժպտալով նայում են դեմքից, ասում են լավ տղեկ, ելեք այդ հանք, մինչեւ հանրահավաքը կավարտվի, այսինքն իրանք այդ բանը բերում հրամցնում են։ Հա, հիմա ասենք բուն թեմային, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարգելի անդամ,
ես մի անդամի տեխնացու ուզում եմ մի բանի վրա մենք ուշադրություն դարձնենք։ Օրինակ, դուք պատկերացնում եք, չէ՞, ուզում եմ այս հարցին որ գաք, եթե նպատակահարմար գտնեք պատասխանեք։ Օրինակ, մեկը ծակ կոշիկներով գա ինչ-որ տեղ 200,000 դրամ ստանա աշխատավարձ, 4 տարի հետո դառնա միլիարդատեր, դա կաշառքա թե չէ։ Օրինակ, ես կուզեմ այստեղ մի խնդիր միասին լուծենք, ես ասում եմ, որ մի կուսակցությունը, խմբակցությունը ընտրություններին փողա բաժանել, ստոր շանտղա է, եթե վստահ եմ ընդդիմությունն էլ է դրա հետ համաձայն, ժողովուրդը իրանք էլ որ ասեն, ժողովրդի հետ մի հատ այս խնդիրը լուծենք, հասկանանք, ժողովուրդը հասկանան, այդպես բան եղել է, թե չի եղել, բայց ինչ վերաբերում հա կներեք, այստեղ միտք հնչեց, որ ինչ որ ես պայքարում եմ կուսակցության դեմ, չգիտեմ ինչ, ես որից է կուսակցության դեմ անկեղծ ասած ազնապես չեմ պայքարում ու կոնկրետ չեմ թիրախավորում ինչ որ կուսակցություն, եթե ինչ որ հարց լինում է համեմատական տանելու մեր եւ ընդդիմության կամ խորհրդարանական ընդդիմության կամ արտախորհրդարանական ընդդիմության, ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ ու իմ կյանքում ընդհանրապես ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ։ Հիմա ես մի հատ բան եմ ուզում ստեղից ասել։ Ով ինչ ցանկանում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, Աստված տա իրիկունն էթա իր տունը տենա։ Լավ բանա ցանկանում, էթա լավ բան տենա, վատ բանա ցանկանում, էթա վատ բան տենա։ Ասում է բանը Առաջնորդի բառապաշարից են այստեղ խոսում, ճիշտ ասած հպարտ եմ, որ իմ առաջնորդը, քաղաքական առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլնա Փաշինյան, ով ունի հարուստ բառապաշար, բայց օրինակ ցավում եմ, որ ընդդիմությունը օրինակ պատկերացնում եք իրենց քաղաքական առաջնորդից բառապաշար վերցնի ու գա այս ամբիոնից խոսի։ Ես անկեղծ եմ ասում, եթե մի 2-3% էլ հանրությունն, հասարակությունն ուզում է իրենց ընտրել, էդ էլ չի ընտրի։ Ասում է բանը, հա, պարոն Սերժիկին ուզում ասել հանրապետականի, ասենք, որ այդ տեքստը տալիս ես մարդկանց, ասում ես գնացեք այնտեղից կարդացեք, այստեղ 10 րոպե ժամանակ ունենք, գոնե տեքստը մի քիչ մեծ ու շատ գրեք, որ այդ ժամանակի մեջ էլ տեղավորեն, որ իրենց քաղաքական խոսքն էլ այնպես լինի, կամ գոնե ասեք մի երկու բառ էլ ձեզանից ասեք, թե չէ քաղաքական կշիռից են խոսում, քաշից են խոսում, ախր այն ժամանակ, որ դու իշխանության էիք հանրապետականներ, ես այդ ժամանակ էլ քաշ ու կշիռ ունեի, այն որ ձեզ 2015 թվականին ձեր 13 տեխնացուի նորադուսում հաղթում էի, ես այդ կշիռն ունեի, գնացեք ոնց ուզում եք մտածեք, այնց էի հաղթում, որ օրինակ ձեր տեխնացուներից մեկը ձեզ պաշտպանող մարդկանց ով տեխնացու էր հետս 5 ձեներ տարել եկել հետս ավականի էր նստել, ես ես կասեմ, իսկ ինչ վերաբերվում է կոռուպցիային ու կոռուպցիայի հանձնաժողովին, ես ուզում եմ ասել, որ մենակ, ճիշտ ընդդիմությունը ասում է մենակ մեզ եք ստուգում, ուզում եմ, որ մեզ էլ ստուգեք, մեզ, մեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին, չգիտեմ, տեսեք ով մեր հետ փող կապակցված է, տեսեք այս ընթացքում հարստացել եք, թե չէ, ու բանը, ասենք, հա, էլի գամ կհասնեմ հանրապետական, ասում է բանը, քաղաքական կշիռ ունեիք, ինչքան քաղաքական մորք, հոր, քեռուկ